Ողջույն սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, մենք կրկին AFL YouTube-յան ալիքի եթերում ենք ու կրկին ֆուտբոլ է մեզ մոտ խաղային շաբաթվա վերջին խաղային օրն է մեկնարկում, որտեղ միմյանց դեմ առաջինը կմրցեն Մարսելը եւ Կադիսը Վինտեր քափի շրջանակներում։ Եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Մարսելից։ Դարպասը պաշտպանում է Դավիթ Ջուլակյանը համար 1, Թոմաս Դավթյան համար 4, Կարլեն Վարդանյան համար 6, Մոզանյան համար 10, Գևորգ Հայոյան համար 11, ով նաև թիմի ավագն է, Սարգիս Սարգսյան համար 14, Նարեկ Իսկանդարյան համար 17, Արեն Սիմոնյան համար 26 եւ Դերենիկ Արաքելյան համար 88։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպում մեկտարկի համար, կա մրցավար Իսուլիչ ու հանդիպումը մեկտարկած է։ Ծանոթացնեմ նաև Կադիսի կազմը։ Մարտին Ստեփանյանը պաշտպանում է դարպասը համար 1, Աշոտ Համբարձումյան համար 3, Հայկ Ղևոնդյան համար 4, Կարեն Ավետիսյան համար 5, Սրապյոն Բաբալայոյան համար 10, Արմեն Բաբախանյան համար 14, Գեղամ Խաչատրյան համար 17, Ռուբիկ Ջուլակյան համար 23, Ասատուր Հակոբյան համար 77 եւ Ռոբերտ Ֆիդանյան համար 80։ Իսկապես շատ հետաքրքիր պայքար է մեզ սպասվելու այս թիմերի միջև, քանի որ երկու թիմերն էլ առայժմ անցկացած իրենց հանդիպումներում չունեն վաստակած միավոր Վինտեր քափում եւ այս պայծկսած արդեն թիմերի համար միավոր կամ միավորներ կորցնելը կարող է շատ լուրջ խնդիր առաջացնել փլեյոֆ փուլի ուղղակի նվաճելու համար։ Վստահ եմ երկու թիմերն են միանշանակ պայքարում են առաջին 8-յակում տեղ զբաղեցնելու համար, այնպես որ այսօր կփորձեն երկուսն անել հնարավորինս, որպեսզի լավ արդյունքով հեռանա խաղադաշտից։ Նաև եկեք ծանոթանանք այս թիմերի հետ, ովքեր են ընդգրկված միևնույն խմբում՝ Watford, Newcastle, Juventus, Manchester City, Chelsea, Monza, Betis, Atalanta, Werder, Palermo, Bayer Leverkusen, Paris Saint-Germain, Mainz, Sevilla, Bavaria ու Lyon։ Եվ Մարսելը եւ Կադիսը համալրում են այս 16 թիմերին ու միասին կազմել են Վինտեր քափի խումբը։ Այստեղ այս պահին ունենք միասին 3 առաջատար, Watford-ը, Newcastle-ը եւ Juventus-ը անցկացած 4-ական հանդիպումներից հետո ունեն իրենց ակտիվում գրանցած նույնքան հաղթանակներ եւ 12 միավորով զբաղեցնում են առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականը, այնտեղ խփած բաց թողած գնդակների տարբերությունն այս պահին հաշվի առնվում եւ այնտեղ Watford-ը առաջինն է, Newcastle-ը երկրորդը, Juve-ն երրորդը եւ Manchester City-ն ունի 9 միավոր, բայց անցեկացել 3 հանդիպում։ City-ն իր այս տուրի հանդիպումը դեռ պետք է անցկացնի ու հաղթանակ տանելու դեպքում կունենանք միայնա 4 թիմ, որ բոլորը հավասար միավորներ կունենան մրցաշարային աղյուսակի գլխամասում եւ կգլխավորեն մրցաշարային աղյուսակը։ Հետո արդեն հաջորդում է Chelsea-ն, Monza-ն եւ այսպես շատ թիմեր, իսկ հա Մարսելը ու Կադիսը ինչպես նշեցի, չունեն վաստակած միավորներ։ Մարսելը 1 հանդիպում է անցկացել ու կրել պարտություն այդքան 4-0 հաշվով, հիմա գտնվում է 16-րդ հորիզոնականում, իսկ Կադիսը անցկացել 2 հանդիպում եւ կրել նույնքան պարտություն, այնպես որ խոսել այսօր թիմերի որևէ միավոր կամ միավորներ կորցնելու մասին պարզապես պետք չէ, քանի որ երկու թիմերն էլ իսկապես այսօր տրամադրված են խաղադաշտից հեռանալ առնվազն 1 միավորով, բայց կարծում եմ դա ոչինչ իհարկե չի փոխի այստեղ։ Ամեն խաղում արդեն թիմերին հարկավոր է 3 միավոր հնարավորինս կարողանալ վաստակել, որպեսզի կարողանան զբաղեցնել առաջին 8-յակը։ Հիմա եսից կնետի Կադիսը։ Երկար փոխանցում տեսնենք դեպի Սրապյոնը, բայց վերջինս չհասավ գնդակին ու հարված կլինի Դավիթ Ջուլակյանի դարպասից, այստեղ խաղարկեց գնդակը, բայց անաստ է ստացվեց փոխանցումը, հիմա Ավետիսյանն է առաջ շարժվում ձախ եզրով, կատարեց փոխանցում, հարված էլ տեսանք ու այստեղ Ջուլակյանը կարողացավ ետ մղել Ֆիդանյանի կատարած հարվածը, այո, բավական վտանգավոր էր հարվածել Ֆիդանյանը, ունենք առաջին վտանգավոր պահ այս խաղում եւ դա ստեղծեցին Կադիսի ֆուտբոլիստները։ Սրապյոն կրունկով փոխանցում, բայց արդեն խաղը ընկեր այլ ուղղությամբ է շարժվել ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Մարսելի դարպասից։ Վարդանյան խորքից փոխանցում դեպի Զանյանը, Իսկանդարյանն էլ հարվածեց, բայց այստեղ Իսկանդարյանի կատարած հարվածը շեղությամբ ընթացավ, թույլ ստացվեց, ավելի ճիշտ կլինի ասել։
ու հիմա սկսում են խորքից Կադիսի ֆուտբոլիստները երկար փոխանցում տեսանք դեպի հարձակման կենտրոն, բայց այստեղ խճճվեց գնդակով Գեգամ Խաչատրյանը, հիմա արդեն Խաչատրյանը կրկին գնդակով է հարվածում է դարպասի ուղղությամբ ու մի փոքր շեղությամբ ստացվեց այստեղ Գեգամ Խաչատրյանի կատարած հարված, այո, բավական ակտիվ է մեկտարկել հանդիպումը Կադիսը, առայժմ Մարսելը ոչ մի վտանգավոր պահ չի ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց իհարկե Մարսելն էլ այն թիմն է, ով կարող է ցանկացած հնարավորություն եզրափակել գոլով ու Արգանի պատասխան հասնել ցանկացած մրցակցի, հիմա եզից նետում են Կադիսի ֆուտբոլիստները, Ջուլակյան մնաց գնդակով, խաղարկեց այստեղ գնդակը Ստեփանյանի հետ, կրկին Ջուլակյան ու դեպի առաջ այստեղ Ֆիդանյանն է կենտրոնում միայնակը, կարողացավ հանգիստ փոխանցում կատարել Ավետիսյանի ուղղությամբ, Եվս մեկ հարվածի փորձ ենք տեսնում ու կրկին այս անգամ հարվածային դիրքում հայտնվել է Գեգամ Խաչատրյանը, բայց հարվածը կրկին թույլ է ստացվում ու հիմա Վարդանյանը խորքից նույն կերպ գնդակ ուղարկում է առաջ, բայց կրկին այստեղ Ջուլակյանը առաջինի արձագանքում ու փորձեցին այստեղ անցնել գրոհի Կադիսի ֆուտբոլիստները, չստացվեց, հիմա հաջող խլում էր Ֆիդանյան, վտանգավոր է Ֆիդանյան, չստացվեց այստեղ Ֆիդանյանի մոտ հարված կատարել, հետո էլ վրա հասավ ու խլեց գնդակը Խաչատրյանը, բայց նորից բարձր է ստացվում Խաչատրյանի կատարած հարվածը։ Այստեղ պաշտպանությունից դուրս գալուց սխալվեցին Մարսելի ֆուտբոլիստները, հետո էլ ուղեցին իրենց սխալը Ավետիսյան, գեղեցիկ էր այս անցումը, Ավետիսյան լավն էր փոխանցումը, Սրափյան հարված ու 1-0 Կադիսը բացում է հանդիպան հաշիվը։ Առաջին խփված գնդակը այս խաղում եւ այն իր անվան դիմաց գնացեց Կադիսի հարձակվող Սրափյանը բացելով հանդիպան հաշիվը, բայց իհարկե ինչ արեց միջ հարված կատարել նրա Կարեն Ավետիսյանը բավական գեղեցիկ անցում ու փոխանցում տեսանք մենք Կադիսի 5 համարի կողմից, իսկ այստեղ արդեն այդ ամենից հետո Սրափյանին մնում էր միայն գրավել դարպասը, ինչն էլ բավական բարձր մակարդակով կարողացավ անել Կադիսի կենտրոնական հարձակվողը 1-0, հիմա տեսնենք Մարսել ինչով փորձի պատասխանել մրցակցին այս բաց թողած գնդակից հետո Հայրոյան դեպի հետ փոխանցում տեսանք, այստեղ Սիմոնյանն է գնդակով, բայց կարողացան Կադիսի ֆուտբոլիստները խլել ու Ֆիդանյանն է զարգացնում արագություն դեպի Սրափյանը փոխանցում տեսանք եւս մեկ փոխանցում ու կրկին բարձր է ստացվում այստեղ Գեգամ Խաչատրյանի կատարած հարվածը, որի օր փորձ այս խաղում արդեն Խաչատրյանի կողմից տեսանք ու բոլոր հարվածները առայժմ դիպուկ չեն ստացվել նրա կողմից կատարած, բայց հուսանք այո քիչ անց կարողանա գրավել դարպասը, հիմա էլ Ֆիդանյանն է հեռու տարածությունից հարվածում, բայց շեղությամբ է ստացվում Ֆիդանյանի կատարած հարվածը։ Այո, իսկապես բավական վտանգավոր պահեր ունեցավ արդեն Կադիս այս անցած րոպեների ընթացքում եւ գլխավոր գրոհի կենտրոնում հայտնվում էր Գեգամ Խաչատրյանը, բայց նրա կատարած հարվածները դիպուկ չէին ստացվում, հիմա Խաչատրյանը փոխարինվեց նաեւ Ասատուր Հակոբյանը ու տեսնենք արդեն ֆուտբոլիստները ովքեր նոր մտան խաղադաշտ ինչ փորձ են անել Կադիսի օգտին Ֆիդանյան կրծքով այստեղ գնդակը թողեց Սրափյոնին, բայց Սրափյոնի կատարած փոխանցումը բաժին հասավ Մարսելի ֆուտբոլիստերին, հետո էլ Մարսելը կորցրեց գնդակը ու սկսում է խորքից Կադիսը աջ եզրով դեպի Սրափյանը փոխանցում հետևեց, տեսնենք այստեղ Ավետիսյանն է փորձում, ոչ, ներողություն, Վարդանյանն է փորձում թույլ չտալ Սրափյոնին արագություն զարգացնել ու դա ստացվեց նրա մոտ Իսկանդարյան մնաց գնդակով Նարեկ Իսկանդարյանը շատ լավ նկատեց Հայրոյանի առաջ խաղացումը, բայց այստեղ կռայել էր մրցակցի մտահաղացումը Հայկ Ղևոնդյանն ու կարողացավ հեռացնել գնդակը եզից կլետի Մարսելը Հայրոյան եւ այստեղ հաջող խլում է կատարում Ջուլակյանը ու շարժվում առաջ լավներ անցումը Ջուլակյան վտանգավոր է կա փոխանցում դեպի աջ Համբարձումյան
Ինչ այստեղ չկար ոչինչ, այո, այստեղ մաքուր գործեցին կարծես Մարսելի ֆուտբոլիստները, Աշոտ Համբարձումյանը հայտվեց խոտածածկին, բայց ըստ մրցավարի չկար խաղի կանոնների խախտում, հիմա էլ չի ստացվում Մարսելի մոտ գրող կազմակերպել ու կրկին Կադիսն է ձախ եզրով շարժվում առաջ, ևս մեկ փոխանցում ու հիմա ձեռքով խաղ էին պահանջում Կադիսի ֆուտբոլիստները, բայց առայժմ մրցավարը ոչինչ չի նշանակել, կարծում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում կդիտի կրկնապատկերը Ավետիսյան, հիմա աչքի եզնում է Ավետիսյանը ևս մեկ փոխանցում Սրապյան հարված ու դուբլ 2-0 Կադիսը կրկնապատկում է իր առավելությունը։ 2-0 այո, բավական լավ գրոհի անցան Կադիսի ֆուտբոլիստները ու կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը։ Հիմա արդեն Մարսելի խնդիրը էլ ավելի է բարդանում, իսկապես արդեն զիջում են մրցակցին 2 գնդակի տարբերությամբ եւ պետք է փորձել այստեղ դուրս գալ այս իրավիճակից, իհարկե հիմա արդեն հանդիպումը լիովին ընթանում է Կադիսի սցենարով, Զանյանն է հիմա գնդակով, գուցե հիմա որևէ բան ստացվի Մարսելի մոտ դեպի Իսկանդարյանը փոխանցում հետևեց, կրկին Զանյան հերվից հարված ու մի փոքր չեղությամբ է ստացվում Մարսելի 10 համարի կատարած հարվածը, հիմա փոփոխություն տեղի կունենա նորից Կադիսի կազմում։ Եվ այո Ռուբիկ Ջուլհակյանը լքեց խաղադաշտը, տեսնենք, հիմա փոխանցում է կատարում Կադիսի դարպասապահ, այստեղ կարողացան գնդակը խլել մրցակցից Մարսելի ֆուտբոլիստները, բայց Ֆիդանյան արագորեն այն ետ վերադարձեց ու հիմա տեսնենք այս գրոհ ինչի կվերացի Կադիսը դեպի աջ փոխանցում, բայց Համբարձումյանը չհասավ այս գնդակին եւ հարված կլինի Մարսելի դարպասից։ Խորքից փոխանցում այստեղ Ավետիսյանը առաջինի արձագանքում գնդակին այն ուղարկելով խաղընկերոջ ուղղությամբ Բաբախանյան, բայց այստեղ չկարողացավ հաջող այլ գնդակը Բաբախանյան ու ես իսկ կնետեն Մարսելի ֆուտբոլիստները Իսկանդարյան դուրս է եկել գնդակը դաշտի սահմաններից, այո հիմա էլ գործնին գնդակը Մարսելի ֆուտբոլիստները Համբարձումյան, բայց այստեղ չստացվեց անցում կատարելու, սկսում են իրենց գրոհը Մարսելի ֆուտբոլիստները, բայց անհաջող այստեղ պարզապես ստացվեց Սիմոնյանի կատարած փոխանցումը ու Կադիսն անցել գրոհի գեղեցիկ էր Սրապյոն վտանգավորը ևս մեկ փոխանցում Ֆիդանյան բարձր է ստացվում հարվածը։ Այո, իսկապես գեղեցիկ էր ամեն ինչ այստեղ արված, բայց վերջին հարվածը Ֆիդանյանի կատարած բարձր ստացվեց, իհարկե անցման մասին խոսք չկար Սրապյոնի, ամեն ինչ բավական բարձր մակարդակով արեց, հիմա էլ Ավետիսյանն է գեղեցիկ գործում, Համբարձումյան կրկին Ավետիսյանին ուղարկեց գնդակը, շատ գեղեցիկ փոխանցում ենք տեսնում Ֆիդանյանի ուղղությամբ դեպի աջ, Համբարձումյան տեսնենք ինչ որոշում կա այստեղ Համբարձումյանը լավ էր մտածել, բայց այստեղ կարողացավ սահանքման գնով խանգարել նրա կատարած փոխանցմանը Մարսելի ֆուտբոլիստը, հիմա այլ հարված տեսանք ուշեղությամբ ընթացավ, այո այստեղ եթե չլիներ Սարգիս Սարգսյանի սահանգումը, ապա հնարավոր էր շատ վտանգավոր հարված տեսնեինք մենք Մարսելի դարպասի ուղղությամբ, բայց դա տեղի չունեցավ, հիմա Իսկանդարյանն է պայքարում ու չկար ոչինչ Սրապյոն թողեց գնդակը Ֆիդանյանի գեղեցիկ կերպով աչից կա Համբարձումյանի տարբերակը արգելակեց այստեղ Ֆիդանյանը ու Սրապյոնին է հասցեագրում կրկին գնդակը
Շատ գեղեցիկ փոխանցում էր եւս մեկ հարվածու հիմա դարպասաձողն է օգնության գալիս Մարսելին իսկապես գեղեցիկ հարված կարողացավ այստեղ կատարել Գեգամ Խաչատրյանը, բայց դարպասաձողը այս դրվագում փրկեց Մարսելին, այո Գեորգ գնդակը բաց թողնելուց հիմա արդեն կա Խաչատրյանի անվան դիմաց այսպես ասենք գրանցված դարպասի կատարած հարված, բայց դեռ նա գոլի հեղինակ այսօր չի դարձել։ Հիմա անկյունային իրացնեն Կադիսի ֆուտբոլիստները։ Ամբարձումյանն է գնդակի մոտ։ Փոխանցումը հետևում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ չստացվեց հաջող հեռացում կատարել։ Հիմա կա փոխանցումը ու տեսնենք այս գրոհը ինչ կտա Մարսելին։ Ձախ եզով են շարժվում առաջ Մարսելի ֆուտբոլիստները, բայց Ամբարձումյանը այստեղ հասցրեց նահանջել ու հեռացնել գնդակը կտեսնենք եզրային նետում։ Սիմոնյանը կիրացնի այն, բայց այստեղ նրա կատարած փոխանցման առաջին արձագանքեց Ֆիդանյանը ու հասցրեց այն պահել դաշտի սահմաններում, բայց հետո գնդակը բաժին ասավ Մարսելի ֆուտբոլիստերին, հիմա էլ լավ էր մտածել Իսկանդարյանը, բայց Զանյանին հասցեակել գնդակը չստացվեց։ Հիմա հաղարկում են գնդակը Մարսելի ֆուտբոլիստերը հարձակման աջ եզում Իսկանդարյան և անկյունային հայոք իրաստին Մարսելը վասնակեց այստեղ անկյունային արվածի հնարավորություն Իսկանդարյանի իր թիմի համար և հենց նա էլ գնդակի մոտ է իրաստելու այն դա մրցավարից ուրիչ Իսկանդարյան փոխանցում ու այստեղ գնդակը ցանցի կողքից դիպավ դարպասին, հիմա պետք է նորից հաղարկել գնդակը, պետք է ֆիքսել նոր ուղարկել առաջ, դա էր հուշում մրցավարը և եզրային նետում կտեսնենք դեպի առաջ փոխանցում, այստեղ Զանյանի ուղղությամբ, բայց մի փոքր հեռուն գնաց գնդակը ու եզից կնետեն Կադիսի ֆուտբոլիստները Ավետիսյան գեղեցիկ գրոյ տեղափոխություններ դեպի ձախ եզր շատ լավ գրոյ է անցել հիմա Կադիսը Ֆիդանյան գուցե հեռվից փորձի Ֆիդանյանը հարված ու այստեղ կարողացավ դարպասապա Ջուլակյանը հեռացնել գնդակը լավն էր Ֆիդանյանի կատարած հարվածը, բայց այստեղ դարպասապա կրայեց անկյունը և կարողացավ բռունցքներով հեռացնել այն հիմա տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Կադիսին Արմեն Բաբախանյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Բաբախանյան բարձից փոխանցում ու այստեղ դարպասապա դուրս եկավ ու կրկին հեռացած գնդակը եւս մեկ անկյունային կտեսնենք
Բաբախանյան ցածից այս անգամ էլ ուղարկեց ու նորից Ջուլակյանը հեռացեց գնդակի հիմա Հայրոյանն է զարգացում արագություն աչեզով վտանգավոր է Հայրոյան բայց այստեղ Ավետիսյանը հասցրեց դուրս գալ պաշտպանությունից ու թույլ չտալ որպեսզի Հայրոյանը փոխանցում կատարի Զանյանի ուղղությամբ իսկապես շատ գեղեցիկ ու արագակագրող կազմակերպեցին Մարսելի ֆուտբոլիստները բայց գրոյի եզրափակիչ մասը չստացվեց Կարեն Ավետիսյանի ջանքերի շնորհիվ հիմա եզրային նետում է Իրաստում Իսկանդարյանը բայց այստեղ փորձեցին հեռացնել գնդակը Կադիսի ֆուտբոլիստները առաջին դեպքում չստացվեց իսկ հիմա Բաբախանյանը ընդունել է գնդակը բարձից փոխանցում այստեղ էլ պաշտպանը կրկին լավ գործեց Մարսելի այս դրվագում այդտեղ է պաշտպանությունում Մարսելի 88 համարը Դերենիկ Արաքելյանը հիմա երկրորդ տեմպով է ընթանում Կադիսի գրոհը ու այստեղ քիչ էր մնում հենց Արաքելյանին դառնալ ինքնակոլի հեղինակ բայց գնդակի արագությունը դրան չբավականացեց Աչեզից փոխանցում է կատարում հիմա էլ Լևոնցյանը բայց բավական հեռուն ընթացավ գնդակը ու այնուամենայնիվ անկյունային վաստակեցին այս դրվագում Մարսելի դարպասի ուղղությամբ իրացնելու այն Կադիսի ֆուտբոլիստները հիմա այդ գնդակի մոտ է Գեղամ Խաչատրյանը փոխանցում բայց այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եզիս կնետի Կադիսը այո պետք է արդեն մտածեն Մարսելի ֆուտբոլիստները առաջի կեսը մոտենում է ավարտին եւ նրանք պարտվում են երկու գնդակի առավելությամբ հիմա էլ Ամբարձումյանը հերվից հարվածեց դարպասի ուղղությամբ բայց բավական բարձր ստացվեց Ամբարձումյանի կատարած արվածը ու արված կլինի Ջուլակյանի պաշտպանած դարպասից այո եթե գնան ընդփիջման Մարսելի ֆուտբոլիստները մեկ գնդակ կրճատած հաշվի տարբերությամբ ապա այդ տրամադրվածության բնականաբար կմեկնարկեն երկրորդ կեսը իսկ հիմա զիջում են մրցածին երկու գնդակի տարբերությամբ ու դեռ որպես այդպիսին վտանգավոր պահ չեն ստեղծել այս խաղում Ստեփանյան կենտրոնով շատ լավ փոխանցում կատարեց դարպասապահ Ստեփանյանը Ասատուր Հակոբյանի ուղղությամբ ու վերջինս էլ շարժվում է առաջ Համբարձումյան դեպի Ձախ ուղարկեց գնդակ այստեղ Խաչատրյանն է գնդակով բարձից փոխանցում բայց Ջուլակյանը տեղում էր ու կարողացավ վերցնել գնդակը նետելով այն Սիմոնյանի ուղղությամբ Արաքելյան բայց չանցավ Արաքելյանի կատարած փոխանցումը կրկին Համբարձումյանն է ստացել գնդակ ուղարկելով Հակոբյանի ուղղությամբ հիմա ուղեցից սխալ Արաքելյանը բայց Կասի արդյոք այս գնդակին ոչ Ավետիսյանը ավելի շուտ արձագանքեց եզից կներեն Մարսելի ֆուտբոլիստները Սիմոնյան Բարձից փոխանցում Զանյանը արված 2-1 Մարսելը 1 գնդակ ետ է բերում խաղակեսի վերջնամասում Բավական գեղեցիկ ստացվեց Զանյանի գլխով կատարած արված ու հիմա ինչի մասին խոսում ենք Մարսելը կարողանում է մինչ ընդմիջման գնալը 1 գնդակ կրճատել ինչը խոսում է էլ ավելի հետաքրքիր երկրորդ խաղակես դիտելու մասին Հայրոյան ուղարկեց գնդակի Իսկանդարյանի ուղղությամբ դեպի առաջ փոխանցում ենք տեսնում բայց Ավետիսյան այստեղ առաջին արձագանքում գնդակին Ամբարձումյան կրկին փորձեց Ավետիսյանին ուղարկել բայց վերջին պահին ինչ ցույց տվեց Ամբարձումյանը դա էլ չարեց Իսկանդարյան դեպի Ձախ կատարեց փոխանցում ստացավ պատասխան փոխանցումը Արաքելյանից եւս մեկ փոխանցում Արաքելյանի ուղղությամբ բայց այստեղ էլ Հակոբյանն է հաջող գործում խլելով գնդակը մրցակցից ու շարժվում է առաջ շատ լավ փոխանցում էր դեպի Սրապյոնը եւս պետք հարված ու 3-1 հետրուկի հեղինակ է դառնում հիմա Կադիսի 10 համարը խաղակեսի վերջնամասում կրկին կրկնապատկելով իր թիմի առավելությունը Սրապյոնը դարձավ հետրիկի հեղինակ 3-1 հիմա նորից ունի երկու գնդակի առավելություն Կադիսը մինչ ընդմիջման գնալը
Տեսնենք հիմա տեղին կարգ կստանա Կադիսի դարպասապահը։ Բայց շուտ էլի աղբերական կապուտ գիլեցել կա։ Եվ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-1 հաշվով կարճ դադար, որից հետո կշարունակենք։ Տելի ֆուտբոլսն մեկտարկում է Մարսելն ընդդեմ Կադիսի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո ունեն 3-1 հաշիվը նախ Մարսելից գոլի հեղինակ է դարձել Զանյանը կրճատելով հաշվի տարբերությունը, հետո էլ Կադիսի 3 գոլերը հեղինակել է Սրապյոնը իր անվան դիմաց գրանցելով հետրիկ։ Ու հիմա արդեն տեսնենք երկրորդ կեսում ինչ կանեն թիմերը, հիմա այստեղ Սայթակետ Սարգսյան ու Չհասավ Ավետիսյանի կատարած փոխանցմանը։ Ես նետում են Մարսելի ֆուտբոլիստները, եկեք եւս մեկ անգամ Արագոնի ծանոթանանք թիմերի հայտարարություններին։ Դավիթ Ջուլակյանը պաշտպանում է Մարսելի դարպասը համար 1, Թովմաս Դացյան համար 4, Կարեն Վարդանյան համար 6, Մոզ Զանյան համար 10, Գևորգ Հայրոյան համար 11, Տարեկ Իսկանդարյան համար 17, Արեն Սիմոնյան համար 26 եւ Ձերենի Կարակելյան համար 88։ Մարտին Ստեփանյանը պաշտպանում է Կադիսի դարպասը համար 1, Աշոտ Համբարձումյան համար 3, Հայկ Ղևոնդյան համար 4, Կարեն Ավետիսյան համար 5, Սրապյոն Բաբաբլայ Օյան համար 10, Արմեն Բաբախանյան համար 14, Եղամ Խաչատրյան համար 17, Ռուբիկ Ջուլակյան համար 23, Ասատուր Հակոբյան համար 77 եւ Ռոբերտ Ֆինդանյան համար 80։ Խաչատրյանն է գնդակով շարժվում առաջ մնաց ոտքի վրա այստեղ Խաչատրյանը հարված էլ կատարեց ու այստեղ անդրադարձ եղավ Իսկանդարյանից եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից անկյունային իրացնեն հիմա Կադիսի ֆուտբոլիստները Հակոբյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում հետևեց, բայց շատ հեռուն գնաց գնդակը այստեղ էլ Համբարձումյանը չհասցրեց այն պահել դաշտի սահմաններում ու հարված կլինի Մարսելի դարպասից Այո, այս պահին այսպիսին է պատկերը մրցաշարային աղյուսակում 11-ից 18-րդ հորիզոնականները զբաղեցած թիմերի միջև ընդամենը 1 միավորի տարբերություն է այս գրոյից հետո խոսեմ այդ մասին ու Ավետիսյանը կարողացավ խլել գնդակը մրցակցից դեպի հետ փոխանցել է կատարում այո Բայեր Լևերկուզենը գտնվում է 1 միավորով 11-րդ հորիզոնականում PSG-ը եւ Մայնցը ունեն նույնպես մեկական միավորներ իսկ հա 14-րդ տեղում գտնվող Սևիլյան Բավարիան, Մարսելը, Լիոնը եւ Կադիսը 14-ից 18-րդ հորիզոնականը զբաղեցած թիմերը չունեն առայժմ իրենց ակտիվում վաստակած որևէ միավոր Այսօր հաղթանակի դեպքում տեսեք ցանկացած թիմի համար մրցաշարային աղյուսակում պատկերը ինչպիսին կարող է լինել երկու թիմերն էլ իհարկե մինչ այս հանդիպումը չունեն միավոր ոչ մի վաստակած այսօր որ թիմն էլ կարողանա 3 միավոր գրանցել իր անվան դիմաց ապա կարող է միանգամից հավասարվել 8-րդ հորիզոնականում գտնվող Ատալանտային պատկերացնում եք 10 հորիզոնական միանգամից հայլ կկատարեն թիմերից որևէ մեկ, այո 3 միավոր վաստակերով հնարավոր է խփած եւ բացողած գոլերի շնորհիվ զբաղեցնել 11-րդ հորիզոնականը, քանի որ Ատալանտան, Վերդերը եւ Պալերմոն ունեն 3-ական միավորներ եւ բաժանում են 8, 9 եւ 10-րդ հորիզոնականները, բայց կհավասարվեն միավորների տեսանկյունից 8-րդ հորիզոնականում գտնվող թիմին։ Հիմա Զանյանը հարվածեց դարպասի ուղղությամբ, բայց այստեղ դարպասապահը կարողացավ հեռացնել գնդակ ու հիմա արդեն Համբարձումյանն է փորձում սկսել Կադիսի հերթական գրողներից մեկը Հակոբյան մնաց գնդակով եւս մեկ փոխանցում Համբարձումյանի ուղղությամբ ցախ եզրով է անցել գրոյի Կադիսը Բաբախանյան նորից Համբարձումյան Գեղեցիկ գործեց այստեղ Համբարձումյանը Խաչատրյան ու գրոյի տեղափոխություն դեպի Ֆիդանյանն էլ հերվից է հարվածում ու մի փոքր շեղությամբ մտածավ Ֆիդանյանի կատարած հարվածը Давай.
Հիմա փոփոխություն ունեցավ Մարսելի կազմում ու տեսնենք Թարմուզ որպես հաղադաշ դուրս եկած ֆուտբոլիստները ինչ կփորձեն անել։ Հիմա խորքից փոխանցումը հետևում առաջ ավելացեց այստեղ էլ Մարսելի ֆուտբոլիստը Զանյանի ուղղությամբ, բայց բարդ իրավիճակում էր Զանյանն ու Ավետիսյանը կարողացավ խլել գնդակը սկսելով Կադիսի հերթական գրոհը Ավետիսյան արգելակեց այստեղ ու գրոհը տեղափոխեց դեպի աջ, բայց այստեղ էլ Ղևոնդյանի կատարած փոխանցմանը առաջին արձագանքեցին Մարսելի ֆուտբոլիստները, հիմա Ավետիսյանը կրկին ֆանտաստիկ գործեց պաշտպանությունում եւ Հակոբյանն է հիմա ձախ եզրով շարժում առաջ կա փոխանցում Բաբախանյանի ուղղությամբ, Բաբախանյանը դեպի Խաչատրյանը, բայց ինչը այստեղ գնդակը չէր հայտնվել դարպասում, ոչ քիչ էր մնում ինքնագոլ գրանցեին հիմա էլ Մարսելի ֆուտբոլիստները իրենց անվան դիմաց, բայց դարպասաձողը եկավ օգնության թիմին Եվ տեսնենք եզրից հիմա պետք է նետեն Մարսելի ֆուտբոլիստները Իսկանդարյան ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ Ֆիդանյանը հաջող գործեց Ֆիդանյան շատ լավ նկատեց Համբարձումյանին, տեսնենք ինչ որոշում կայացնի Կադիսի երրորդ համարը անցումը կա, բայց հեռու թողեց գնդակը այստեղ իրենից Համբարձումյան ու հարված կլինի Մարսելի դարպասից Իսկանդարյանն է գնդակի մոտ ուժեղ փոխանցում առաջ, բայց չկար ոչ ոք այստեղ Մարսելի ֆուտբոլիստներից ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Մարտին Ստեփանյանի պաշտպանած դարպասից դեպի Ավետիսյանը փոխանցում կատարեց Ստեփանյանը, վերջինս էլ դեպի ձախ Հակոբյան ներողություն Խաչատրյանն էր, հիմա է Հակոբյանը ստացել գնդակը շատ լավ նկատեց Բաբախանյանին գեղեցիկ գրոհի անցել Կադիսը հաչից կա տարբերակ այստեղ Բաբախանյանն իքտել հարվածեց դարպասի ուղղությամբ ու խաղընկերը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին, իսկ հիմա էլ կար խաղի կանոնների խախտում հարձակվող թիմի կողմից Իսկանդարյանի դեմ պայքարում Ույմը Իսկանդարյանը գնդակը պետք է խաղարկի կա մրցավարի Սուլիչի Իսկանդարյանն է առաջ շարժվում գնդակով լավ էր նկատել Հայրոյանի ու մյուս խաղընկերոջ առաջ խաղացումը բայց փոխանցումը չհասավ նրանց հիմա էլ Կադիսի արագ պատասխանին ենք հետևում հեռու թողեց այստեղ գնդակը Կադիսի ֆուտբոլիստը ու Հակոբյանին չհաջողվեց այստեղ հասնել գնդակին Իսկանդարյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ Ավետիսյանը կրկին դուրս եկավ Զանյանի թիկունքից ու հեռացեց գնդակը կար խաղի կանոնների խախտում Ավետիսյանի դեմ պայքարում, այո Ֆիդանյան դեպի Ավետիսյանը փոխանցում, տեսանք վերջինս էլ գնդակ ուղարկում է դարպասապա Ստեփանյանի ուղղությամբ, ստացավ պատասխան փոխանցումը ու շատ լավ գրոհ տեղափոխեց դեպի աչեզր Ղևոնդյան, այստեղ թույլ ստացվեց մի փոքր փոխանցումը, բայց Ֆիդանյանը հաստրեց փոխանցում կատարել
Կարայով խաղի կանոնների խախտում Ֆիդանյանի դեմ պայքարում։ Ամբարձումյան շատ լավ նկատեց Սրապյոնին, բայց այստեղ հարված կատարել չստացվեց Կադիսի 10 համարի մոտ, հիմա արդեն ես իսկ կնետի Մարսելը։ Զանյան թողեց գնդակը Հայրոյանին, շատ լավ անցում կատարեց Հայրոյանը։ Հիմա էլ փոխանցման ճանապարհը Հայրոյանի փակեց Ֆիդանյանը ու սկսում է Կադիսի հերթական գրող գեղեցիկ էր Ֆիդանյան դեպի Աչեզեր փորձեց ուղարկել, բայց չանցավ այստեղ Ֆիդանյանի կատարած փոխանցումը ու հիմա էլ փորձեց գրող կազմակերպել Մարսելը, բայց բավական ուժեղ ստացվեց Ձերենի Կարակելյանի կատարած փոխանցումը խաղանկերոջ համար ու հարված կլինի Մարտին Ստեփանյանի պաշտպանած դարպասից։ Լևոնտյանն է Աչեզրում։ Անհաջող ստացվեց այստեղ փոխանցումը, բայց խլեցին կրկին Կադիսի ֆուտբոլիստները գնդակը։ Սրապյոն հարվածում մի փոքր բարձր է ստացվում հիմա։ Սրապյոնի կատարած հարվածը։ Ինչ է այստեղ կատարվում չկար խաղի կանոնների խախտում, բայց գնդակի մոտ Սարգսյանը հիմա էլ ուղարկեց այն Հայրոյանի ուղղությամբ բարձից փոխանցում Զանյանին, բայց Զանյանի մոտ հարված այս անգամ չստացվեց եւ Ֆիդանյանն է սկսում Կադիսի հերթական գրով Ֆիդանյան բարձից փոխանցում դեպի Սրապյոնը, բայց մի փոքր ուժեղ ստացվեց Ֆիդանյանի կատարած փոխանցումը ու հարված կլինի Դավիթ Ջուլակյանի դարպասից Իսկանդարյան հասցրեց գնդակ ուղարկել Սարգսյանին, ստացավ պատասխան փոխանցումը նրանից։ Շատ լավ նկատեց Հայրոյանին, վտանգավոր է, բայց Հայրոյանի փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց ու հիմա կրկին հակագրող են կազմակերպում Կադիսի ֆուտբոլիստները Համբարձումյան, Սրապյոն եւ Կարայով խաղի կանոնների խախտում Սրապյոնի դեմ պայքարում այստեղ հիմա փոփոխություն տեղի կունենա այս ընթացքում եւ շատ բավական նպաստավոր դիրքում տուգանային հնարավորություն են վաստակել Կադիսի ֆուտբոլիստները։ Տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Կադիսին։ Ֆիդանյանն է գնդակի մոտ Համբարձումյանի հետ միասին, բայց կարծես հենց Ֆիդանյանն էլ պատրաստվում է հարված կատարելուն։ Կա մրցավարի Սուլիչը։ Ֆիդանյան հարված, բայց պատիր վրա ընդունեց երկրորդ հարվածն էլ բարձր է ստացվում Ֆիդանյանի կատարած։ Ու հարված կլինի Մարսելի դարպասից։ Խորքից փոխանցում դեպի Իսկանդարյանը, Զանյան եւ հենց Զանյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, եզից պետք է նետեն Կադիսի ֆուտբոլիստները։ Ավետիսյան խորքից փոխանցում Սրապյոնն էլ ավելացեց դեպի Ֆիդանյանը, Ֆիդանյանը հարված ու 4-1 եռապատկում է այս խաղում առաջին անգամ Կադիսի առավելությունը բավական արագ գրող կազմակերպեցին, իսկ Ֆիդանյանն էլ տվեց տրամաբանական ավարտը գրոյի։ Ֆիդանյան 4-1 հիմա էլ արդեն Սրապյոնը գոլային փոխանցում գնացեց իր անվան դիմաց գլխով շեղելով գնդակի ընթացքը եւ հիմա արդեն Մարսելը արդեն պետք է թողի ամեն ինչ ու իսկապես գնան առաջ, եթե 3-1 հաշվի պարագայում կար վարկած, որ առանց, այսպես ասած, բացազատվելու եւս մեկ գնդակ հեղինակելու փորձել այդ կերպ հասնել ոչ ոքի արդյունքի, հիմա արդեն 10 րոպե խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին ու զիջում են 3 գնդակ մրցակցին եւ կարծում եմ հիմա լավագույն տարբերակային կլինի, որ թողել ամեն ինչ եւ գնալ առաջ, փորձելով փրկել այս հանդիպումը բավական բարդ կլինի, բայց այնուամենայնիվ
պարտվել 4-1 կամ 5-1 հաշվով էական տարբերություն չկա այս խաղում։ Հիմա տեսնեք ինչ է պատահել Մարսելի դարպասապային Դավիթ Ջուլակյանին։ Ամեն ինչ կարգին է Ջուլակյանի հետ ու նա մնում է խաղադաշտում, հիմա եզից նետում է Խաչատրյանը, Ֆիդանյան, տարավ իր հետ գնդակը Ֆիդանյանը, Կրկին Ավետիսյանին հասցեագեց այն ու եզից կնետեն Կադիսի ֆուտբոլիստները։ Ավետիսյանն է կատարում եզրային նետումը, շատ լավ նկատեց Բաբախանյանին, նորից Ավետիսյան, բայց այստեղ Սարգսյանը հաջող խլում է կատարում ու զարգացնում արագ հակագրով, բայց հասցրեց Ավետիսյանը նահանջելու այստեղ էլ սխալ հետևեց Սարգսյանի կատարած փոխանցումը, հիմա էլ չանցավ այստեղ Խաչատրյանի փոխանցումը, Սրապյոն հասցրեց գնդակը Ֆիդանյանին ուղարկել, բայց մի փոքր ուժեղ է, չնայած Ֆիդանյանը պահեց գնդակը դաշտի սահմաններում, փոխանցում դեպի Տուգանային հրապարակ։ Սրապյոն հարված ուշեղությամբ է ստացվում հիմա Կադիսի 10 համարի կատարած հարվածը։ Կա մրցավարի սուլիչ, հիմա Իսկանդարյանն է ուժեղ փոխանցում կատարում առաջ, բայց այստեղ շատ ուժեղ ստացվեց Իսկանդարյանի կատարած փոխանցումը ու Այրոյանը չհասավ գնդակին։ Դավը նա գնացում։ Սրապյոն այստեղ մի փոքր հեռու թողեց գնդակը, հետո էլ այն բաժին հասավ Մարսելի ֆուտբոլիստերին, բայց Ավետիսյանը որքան հաջող խլում կարողացավ կատարել։ Սրապյոն մեկ հպումով հարված Ավետիսյանի փոխանցումից հետո կրկին բարձր ստացվեց Սրապյոնի կատարած հարվածը։ Իսկանդարյան կրկին ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ նորից գնդակը խլում են Կադիսի ֆուտբոլիստերը, Ֆիդանյանն է զարգացնում ձախ եզրով արագություն անցավ մեկ մրցակցի կատարեց փոխանցում Բաբախանյանի ուղղությամբ, Համբարձումյան գուցե հարվածի դարպասին, Համբարձումյան, բայց բարձր ստացվեց Համբարձումյանի կատարած հարվածը։ Եվ Իսկանդարյանը նորից գնդակը ուղարկում է առաջ, այս անգամ ստացվեց Այրոյանին հասցեագրել այն։ Այրոյան եւ այստեղ Ռևոնդյանը կանգնեց գնդակի ճանապարհին հեռացնելով այն անկյունայինին։ Հիմա թողեց գնդակը Այրոյանին Սիմոնյանը։ Այրոյան ցածից փոխանցում, այստեղ էլ Խաչատրյանը հաջող գործեց ու հիմա քանակական առավելությամբ շարժվում են առաջ Կադիսի ֆուտբոլիստները 2-4-5-ը 3-ի դիմաց Ֆիդանյան, Համբարձումյան, բայց այստեղ ընկավ արդեն գրոյի տեմպը։ Համբարձումյան հետ ուղարկեց գնդակը Կարեն Ավետիսյանի ուղղությամբ գուցե հեռվից փորձի Ավետիսյանը մենք սովոր ենք նրա կատարման տեսնել հեռար հարվածներ հիմա էլ կա հարվածը, բայց շեղությամբ ընթացավ Ավետիսյանի կատարած հարվածը, բավական լավ նկատեց անկյունը, բայց մի փոքր չբավականացրեց գտնելու դարպասը։
Ջուլակյան ուժեղ փոխանցում առաջ ու կրկին կենտրոնով էր փոխանցումը եւ գնդակը նորից բաժին ասավ Ֆիդանյանին, Ֆիդանյան լավ ներանցումը հարված ու դուբլ է գրանցում իր անվան դիմաց Ֆիդանյանը 5-1 5-1 այո սխալ փոխանցում իսկապես հետևեց դարպասապայի կողմից կենտրոնով շատ թույլ ընթացավ փոխանցումը Ֆիդանյանը խլեց ինքն էլ սկսեց ու ինքն էլ եզրափակեց գրողը միայնակ անելով ամեն ինչ հիմա կրկին Կադիսն է անցել գրոյի աչեզով, բայց բավական ուժեղ էր ստացվում այստեղ Ղևոնդյանի կատարած փոխանցումը խաղընկերոջ համար Վարդանյան ուժեղ փոխանցում առաջ եւ այստեղ անկյունային հարվածը վաստակում Մարսելը Ֆիդանյանի հեռացման շնորհիվ Տեսնենք այս անկյունայինի խաղարկում ինչ կբերի Մարսելին Բարձից փոխանցում Հայրոյանի ուղղությամբ, բայց կրկին առաջին գնդակին հասան Կադիսի պաշտպանները Հիմա ստացվեց անցում կատարել Մարսելի 88 համարի մոտ գեղեցիկ էր փոխանցում ու Զանյանը 1 գնդակ ետ է բերում 5-2 Այո Զանյանը կրկին դուբլ գրանցեց իր անվան դիմաց, բայց Դրենիկ Արաքելյանի անցումը պարզապես էլ ավելի գեղեցիկ ստացվեց ու փոխանցումը նույնպես 5-2 Հիմա նորից 3 գնդակ է բաժանում թիմերին Բաբախանյան, բայց արդեն շատ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպման ավարտին Ֆիդանյանն է առաջ շարժվում, այստեղ չստացվեց անցնել, հիմա էլ փոխանցումը հետևեց Զանյանի ուղղությամբ, բայց Ղևոնդյանը այստեղ խանգարեց Զանյանին, իսկ այստեղ քիչ էր մնում սխալվել դարպասապա, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց Ֆիդանյան Բարձից փոխանցում եւ այստեղ էլ հեռացեց Սարգսյանը գնդակը ոչ այնքան հեռու, Բաբախանյան եւ իրենց էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Երեք րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը ու տեսնենք արդեն այս վերջին րոպեներին ինչ կփորձեն անել թիմերը Ղևոնդյան կենտրոնում ուղարկեց գնդակը Համբարձումյանին, Համբարձումյանը լեռվից հարվածեց ու Ջուլակյանը կարողացավ ոտքով հեռացնել գնդակը Ֆիդանյան Հիմա էլ ցածրից չստացվեց, իսկ այս հարվածը բավական բարձր ստացվեց Ղևոնդյանի կատարած ու հարված կլինի Մարսելի դարպասից Ավետիսյան մեկ հպումով դեպի առաջ Խաչատրյան հարված ու Ջուլակյանը նորից հեռացնում է գնդակը Եսից հիմա կնետեն Կադիսի ֆուտբոլիստները Արեն Ավետիսյան թողեց գնդակը Ֆիդանյանին Վերջինս էլ մեկ հպումով դեպի Ղևոնդյանը փոխանցում կատարեց Խաչատրյան հիմա էլ ուժեղ է ստացվում Խաչատրյանի կատարած փոխանցումը եւ հարված կլինի Կրկին Ջուլակյանի պաշտպանած դարպասից վերջի րոպեն է ընթանում հանդիպան հիմնական ժամանակի գումարած որքան իհարկե փոխհատուցի մրցավարը հնարավոր է ոչինչ էլ չփոխհատուցի արդեն հանդիպան ելքի հետ կապված եմ ասում Սրափյան խորքից փոխանցում ենք տեսնում Բաբախանյանի ուղղությամբ բայց Վերցրեց այստեղ դարպասապա գնդակ ու հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է գետ գոլարատ հանդիպում ստացվեց շնորհավորում են երկու թիմերին էլ հատկապես Կադիսին ովքեր վաստակում են Վինտեր կապում իրենց առաջին 3 միավորը այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը կարճ դադար որից հետո կրկին կվերադառնանք